է միտքը եւ ինչպես է այն աշխատում։ Բնազդ եւ ենթագիտակցություն։ Մեր որոշ մտքեր ծնվում են առանց մեր գիտակցական վերահսկողության։ Ձգողականություն։ Ձգողականությունը մի ուժ է, որը ձևավորում է տիեզերքը, պահում է մոլորակները իրենց ուղեծրերում եւ ապահովում է մեր գոյությունը։ Միտքը նույնպես գործում է ձգողականության սկզբունքով։ Մտքերը իրենց մեջ կրում են որոշակի էներգիա, որը գրավում է նմանատիպ մտքեր ու իրադարձություններ։ Երբ դուք կենտրոնանում եք ինչ-որ բանի վրա, ձեր միտքը սկսում է գրավել տվյալ էներգիային համահունչ իրավիճակներ, գաղափարներ եւ մտքեր։ Օրինակ, եթե դուք անընդհատ կենտրոնանում եք բացասական մտքերի վրա, ձեր ուղեղը ֆիլտրում է այն տեղեկատվությունը, որը հաստատում է այդ բացասական հայացքները։ Ճիշտ հակառակն է տեղի ունենում դրական մտածողության ժամանակ։ Երբ կենտրոնանում եք ինչ-որ բանի վրա, ձեր ուղեղի նեյրոնային կապերը ուժեղանում են, եւ դուք սկսում եք ձգել այդ իրավիճակները դեպի ձեր կյանք։ Մարդիկ, ովքեր մտածում են դրական ու նպատակասլաց, հաճախ հանդիպում են հնարավորությունների, որոնք կարծես հրաշքով են ի հայտ եկել։ Միտքը պարզապես նեյրոնների գործունեություն չէ, այլ ուժ, որը ձևավորում է մեր իրականությունը։ Այն, ինչ մտածում ու պատկերացնում ենք, ներգրավում ենք մեր կյանք։ Կարևոր է ընտրել մտքեր, որոնք մեզ տանում են առաջ։